Արդյունի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ բնականաբար այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Եկեք վերլուծությունները ձեր սկսենք փաստից, որ նախագահ Թրամփը ուկրաինական հարցի շուրջ եվրոպացիների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ հիասթափված է, բայց հիասթափված է ոչ միայն Զելենսկուց, այլ նաև Պուտինից, ռուսական կողմից։ Եվ տարբերությունը այդ էր, որ այո ինքը շեշտեց նաև ռուսական կողմը, հիմա արդեն ինքը հոգնել է հանդիպումներից, որոնք ոչինչ չեն տալիս։ Ես ասեմ, եթե Տրամփի հայտարարություններին ամեն օր որ հետևես, ինքնազգացողությունդ կվատանա, ամենայն անկեղծությամբ, որովհետև անդադ, ասենք սովորական մարդը ինչ է, եթե նկատի ունեմ մասնագետները, լրագրողներ եւ այլն, որովհետև եթե դու փորձում ես սկսես ինֆորմացիան ստացած սկսում ես անալիզ անել ու եթե ամեն օր սկսես լուրջ անալիզ անել ամեն օրվա հայտարարությունները իրոք գլխապատույտ կստանաս ինքնազգացությունը կվատանա որովհետև չես կարող բացատրել ասենք դրա նախորդ օրվա հայտարարությունը չես կարող կապել դրա նախորդ օրվա հայտարարությունը դրա նախորդ օրվա հայտարարությունը մի խոսքով տեն չէ բայց արդեն իմունիտետ ունենք հետևում ենք բայց դիմանում ենք կարծես թե ինքնազգացողությունը ոչինչ տեսեք ինքը հարցազրույց տվեց պոլիտիկոին որտեղ ասեց թե շատ մեղմ ձայնով Պուտինին այսպես փշիփշի անելու համար ասեց դե Ուկրաինան պարտվում է դե հայ դե նա ավելի մեծ պետություն ավելի մեծ ռեսուրս ունի հետո ասեցին դե քո տղան ասեց որ Դոհայում որ դուք պետքա որ դուք կարող եք լքել ընդհանրապես բանակցությունները ընդհանրապես լքել Ուկրաինան սենց արեց չէ դա ճիշտ չի հետո ասեց մասամբ ճիշտ ես ու այդտեղ սկսեց բացատրել որ գլխավոր հարցը ամենագլխավոր հակամարտությունը հենց ուկրաինական հակամարտությունն է որ արդեն գնաց դե այդ ասում է իր այն հին տեքստերը որ միշտ ասել է այդպես սկսեց խճճել ասել եւ այսպես շարունակ հա հիմա խնդիրը որն է որ Ուկրաինան պետք է համաձայնվի որտեղ խաղաքարտեր չունի եվրոպացիները պատասխանեցին որ մենք խաղաքարտեր ունենք մի բան էլ շատ ունենք հիմա խնդիրը որն է լավ է նա որ Մերցի հետ եւ Ստարմերի հետ Մակրոնի հետ հեռախոսազրույց ունեցել որից հետո խուսադրող էր հայտարարությունը ինչի որտեղ եթե մի նախորդ օրին մենակ Զելենսկին էր մեղավոր այսօր նորից մեղավորը դարձավ նաև Պուտինը հա ոնց որ փոքր առաջընթաց ունենք այս իմաստով եւ Մերցը տեսեք շատ հետաքրքրական է Մերցը այն եզակիներից է որ կարող է հա ընդ որում Տրամփ ասեց որ կոպիտ խոսքը կտրուկ խոսակցություն է եղել կտրուկ sense խոսակցություն է եղել եւ նաև աղբյուրները հաղորդում են որ բավականին բարձր տոնայնությամբ խոսակցություն ա եղել եւ ասեմ ձեզ ես թեմաները հողերն են եղել հատկապես հետաքրքրական այն է որ ընդհանրապես Մերցը այդ առումով բավականին կտրուկ է ես ասեմ հետաքրքրական բան ասեմ ձեզ եւ Մերցը ես չեմ զարմանա որ Մերցն է այնտեղ շոու սարքել կոպիտ ասած հեռախոսազրույցի ժամանակ եւ հետո այո որովհետեւ ինքը ասեց որ այդ պահին ասեց որ ես չեմ ուզում բանակցություններ վար թող մինչեւ չհամաձայնվեն ես բանակցություններ չեմ վարի դրանից հետո այսօր պարզեց որ մարդ է ուղարկելու այդուամենայնիվ Եվրոպա հələ ինքն էլ կարող է գնա հետո հասկանանք ինչա կատարվում եւ բացի դրանից Մերցը շատ կոռեկտ ասեց գիտեք ինչ սովորաբար հետաքրքրական դիվանագիտական լեզու է չէ Մերցը ասեց շատ հարգալից խոսակցություն է եղել սովորաբար այդպիսի բան ասում են դեբոշ անողները ես ձեզ ասեմ հետաքրքրական հոգեբանություն է բայց նկատեք սովորաբար դա դեբոշ անողներն են այդպես ասում բայց խնդիրը որն է տեսեք Թրամփը ունի լրջագույն խնդիր ռեյտինգի հետ կապված Վենեսուելայի հարցը կանգնեց որտեղ Ուկրաինայի հարցով սկսեցին ակտիվ զարգացումներ գնալ Դա այսօր տեսակ նավի պատմությունը այո տանկերի մասին եք խոսում որ ասես նավթն էլ մեզ կվերցնի դե մեր նավթն է ես եք վերցնում մեզ տեսա բայց հետաքրքրականը դա չի տեսեք խնդիրը ինչն է որ ինքը արդեն ասում էր որ կարող է եւ գետնի վրա ինչ որ բաներ լինեն չէ ակնարկում էր արդեն հետո կանգնեց որտեվ ակտիվ ինչ որ էս ֆազա բանը սկսեց հիմա երկու հետաքրքիր տեսակետ է շրջանառվում որ Տրամփը ինչի է հիասթափված որովհետեւ ինչի է այդպես ասում որովհետեւ Տրամփը շատ է շտապում 2 ժամկետ կա որ ինքը ցանկանում է Ուկրաինայի հարցը լուծել առաջին ժամկետը դա մինչեւ աման բանն է մեր սուրբ ծնունդն է դեկտեմբերի 25-ը
Մեր Միացյալ Նահանգներում կաթոլիկների, այսինքն կաթոլիկ աշխարհի։ Այո, կաթոլիկ աշխարհի դե Միացյալ Նահանգների Սուրբ Ծնունդը, մենք էլ ենք արդեն Սուրբ Ծնունդը նշում, ես ասել եմ այդ թեմայով ընթացքում էլ կխոսենք։ Դե եւ 25-ին եւ հունվարի 6-ին։ Որտեղ հոկտեմբերի, ընդհանրապես դեկտեմբերի 31-ը դա հորինացին ինչ որ բան, ընդհանրապես ժամանակին մենք էլ Սուրբ Ծնունդ ենք նշել, այսինքն քրիստոնյա ազգերը Սուրբ Ծնունդ, հետ եմ ասում, քանի որ սովետական միությունը բազմազգ պետություն էր, այնտեղ գիտեք մահմեդականները իրենցն են լսում, այդտեղ մի հատ ինչ որ կեղծ ամսաթիվ է հորինվել դեկտեմբեր, այսինքն նոր տարվա, այսինքն ինչ են արել, տարվա փոխելու օրը սարքել են նաև նոր տարի եւ այլն, բայց սովորաբար քրիստոնյաները նշել են Սուրբ Ծնունդը եւ այլն, մահմեդականները իրանց տոնը ունեն, էլի նա կրոնի հետ կապված է, դեպ ասեմ ձեզ, հա։ Հիմա ինչն է խնդիրը, տեսեք, քանի որ Նոբելյան մրցանակը տալիս են նախորդ տարվա արդյունքներով, որպեսզի ինքը ստանա 26 թվականի Նոբելյան մրցանակ, իսկ դուք տեսեք, գիտեք, ամբողջ Ամերիկան հիմա լրատվամիջոցները այդ էին քննարկում, ոնց FIFA-ն հորինեց մի հատ խաղաղության մրցանակ եւ տվեց ինքն էլ չհամբերեց այդ բանը կախի։ Առաջին ժամկետը դեկտեմբերի 25-ն է, որտեղ հետո արդեն ամանոր եւ այլ այսպես շարունակ, եւ որպեսզի հասցնի 26 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, ուրեմն պետքա որ մինչեւ դեկտեմբերի 25-ը լինի եւ մենք տեսանք, որ 8 պատերազմներից ասած 7 թե 8, հա, երկուսը արդեն նորից վերսկսվեցին, Ռուանդա, Կոնգոն մի քանի օր առաջ են այստեղ նորից սկսեցին, Թայլանդն ու Կամբոջան նորից սկսեցին, հետևաբար եւ հունվարի 20-ը դե արդեն հասկանալի է ինչի հունվարի 20-ը, եթե չստացվի դեկտեմբերի 25-ին, ապա հունվարի 20-ը, որ իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքը կարողանա ներկայացնել որպես հաղթանակ։ Այսինքն որ ինքը ամենամեծ խոստումը կատարեց, այո, որովհետև արժևում միջանկյալ ընտրություններն է, հեսա մենք կարևոր բան կխոսենք այդ մասին եւ իրար ընդհանրապես հանրապետականների հաղթելու շանսերը այս պահին գնահատվում է ծայրահեղ ցածր։ Կշարունակենք գովազդից հետո։ Այո։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Վերլուծություններն են շարունակվում ARTN-ի եթերում, այստեղ Արմեն Չիբուխչյանը, ինչպես տեսնում եք, եւ եթե գովազդից առաջ հետևում էիք մեր եթերին, ապա գիտեք, որ խոսում ենք ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին եւ վերլուծություններն էլ հիմա շարունակվելու են հենց այդ թեմայով։ Տեսեք, իրականում այսպեսի մի բան կա, Թրամփը դուք չգիտեմ, երևի լուրերով տված կլինեք, որ 30 տարի անց Չէ, 30 չի, մոտ 30, 98 թվականին է վերջին անգամ Մայամի քաղաքապետը եղել։ Այդ քաղաքապետը նկատի ունի։ Այո, 98, եթե չեմ սխալվում։ Եվ կինել չի եղել երբ։ Այո, կինը չէ, բայց դեմոկրատ վերջին անգամ Մայամի քաղաքապետ, իսկ որ գիտեք, որ Ֆլորիդան դա հանրապետական նահանգ է, այսպիսի բան պատկերացնել ոչ մեկ չէր կարող։ Մայամի նահանգապետը 30 տարի անց մոտավորապես ընտրվել դեմոկրատ, գիտեք ինչ առավելությամբ տվել եք առավելությունը։ 16% առավելությամբ։ Այո, տվել են 3 առաջի օրը։ Դուք պատկերացնում եք սա ինչ է։ Գումարած տեսեք ինչ հետաքրքիր process է կատարվել։ Ուրեմն սա շատ կարևոր ինֆորմացիաներ են։ Ուրեմն Ինդիանա նահանգը պետքա redistricting-ա կոչվում,
ոնց որ արեց Տեխասը։ Դիստրիկտները փոփոխության այո, որ electoral map-ա կոչվում, այսինքն ընտրական քարտեզը դիստրիկտները վերաձևում են այնպես, որպեսզի որտեղ որ շատ ուժեղ հանրապետական, դե այստեղ տենց է կարող է հանրապետական նահանգի մեջ լինեն դեմոկրատական դիստրիկտներ եւ հակառակը ենթադրենք նահանգը ունի պայմանական 30 տեղ, ասենք միշտ լինում է այնպես որ 20-ը ստանում են։ Ես հիմա շատ մոտավորում եմ, ասում։ Կապույտ նահանգներում ավելի շատ այո, կապույտ նահանգներում 80%-ը ստանում են, ասենք, դեմոկրատա հանրապետական, դեմոկրատական տեխնացիները 10%, 20%-ը ստանում են, ենթադրենք։ Ու այդ է մոտավորապես հարաբերակցությունը։ Հիմա Տեխասը այնպես արեց, որ, չգիտեմ, գրեթե չի ընտրվելու դեմոկրատ կամ մի 1-2 հոգի ընտրվի, լավ է։ Կալիֆոռնիան էլ հակառակ process արեց, այդ 5 տեղը չեզոքացրեց։ Ընդ որում Ինդիանա նահանգում redistricting եղել է 21 թվականին, եթե չեմ սխալվում, նախորդ ընտրություններից առաջ, եւ հիմա հետարքիր process է, եթե Տեխասում տենց աշխուժ սկսեցին, չէ՞ process-ը։ Հիմա Ինդիանա նահանգը, որը ուղղնուծուցով հանրապետական նահանգ է, չի ցանկանում կատարել Թրամփի հրամանը փոխել դիստրիկտների թիվը, որովհետեւ որտեղ Թրամփը հույս ունի, որ միջանկյալ ընտրություններում 2 տեղը տեղից կփոքի։ Հիմա գիտեք, Թրամփը հեղինակությունը բարձրացնելու համար ամեն ինչ անում է։ Էլ ասում է, որ շուտով հայտարարությամբ հանդես կգա, որ բան ալմոլորայկայինների գոյությունը կապացուցվի։ Լսել եք այդ մասին։ Բա հիմա այդ բանա, չէ՞։ Մի որոշ ժամանակ առաջ գնաց խոսակցությունը, հիմա տես լուրեր են տարածվում, որ շուտով ինքը հանդես կգա հայտարարությամբ, որով կապացուցի փաստեր կներկայացնի կամ ինքը գոնե տեղեկացված կլինի փաստերի մասին եւ կհաստատի, որ ալմորոկայիններ գոյություն ունեն եւ կոնտակտի մեջ են մտել մարդկանց հետ։ Դե չի բացառվում, որ իրականում այդպես է, չի բացառվում, որ ուղղակի ասելու համար, էլի, դա չի բացառվում, որովհետեւ այսօր գնում է խոսակցություն նրա մասին, որ մարդիկ մտնում են խանութ, ամեն օր գները բարձրանում է, բայց Թրամփը ասում է, որ գները իջնում է, եւ Իրանն էլ որ ասում են իջնում է։ Բոլորը ասում են գները իջնում է, այսինքն այդ իր թիմը, բայց վերջին շրջանում ելի համասարանն է կատարել ուրեմն հարցումներ, որտեղ հատկապես երիտասարդներ եւ տարիքային գրեթե բոլոր խմբերում Թրամփի վարկանիշը զգալիորեն ընկել է։ Եվ եթե այսպես մնա ոչ մի բան չկատարվի, հանրապետականները կարող են ջախջախիչ պարտություն կրել, որովհետև այս պայմանությամբ գները բարձրանում է, այնպիսի իսկ գիտեք, ասում ամերիկացիները, այսպես է, եթե փորը կուշտա, նոր կարան մտածեն դրսի բաների մասին, կամ պետքա ցանկացած տեղ ինձ թվում է այդպես, այնպես չի որ մենակ մենք ենք այդպես, ասենք ցանկացած տեղ այդպես։ Դե դուրս մի նայեք, մեր մասին մտածեք, բնական է։ Հա, բայց դե հիմա, բայց ամերիկացիների համար ինչն է նաև կարևոր, տեսեք, կամ այնպիսի մի արտաքին քաղաքական բան պետք է լինի, որ իրանք պետք է հասկանան, որ ուղիղ իրանց կյանքի վրա ազդել է, կամ արժեքներն է տենց ինչ որ եւ այսպես շարունակ, բայց գլխավորը միշտ եղել է տնտեսությունը եւ ինֆլյացիան։ Առաջի գործոնն է ինֆլյացիան։ Ինֆլյացիան բարձր է եւ ինչքան էլ հիմա ինքը փորձում է մեղադրել նախկիններին, չի ստացվում, հա։ Նախկինների հետարքի ստացվեց, հա։ Եվ այս երկու գործոնը որ այո, միայն այստեղ։ Ուրեմն տեսեք, Ինդիանա նահանգը հրաժարվում է, այս պայն այնտեղ լոու-մեյքերները խնդրեմ ունեն, ասում են, չէ, չի կարելի եւ այսպես շարունակ, հա։ Այսինքն եւ բացի դրանից, ուրեմն կոնգրեսը հետաքրքիր քայլ արեց, որը կարծես թե հենց հանրապետականը, որը կարծես թե Թրամփի ազգային անվտանգության հայեցակարգի դեմ էր, որովհետև ինչ արեցին, տեսեք, ուրեմն 800 միլիարդ հատկացրեցին Ուկրաինային 2 տարվա համար։ Ուկրաինային օգնություն 800 միլիարդի, կներեք, միլիոնի։ Հա, դա բան է, դա կարելի ասել այս պարագայում քիչ թե շատ խորհրդանշական կարելի է համարել, բայց 2 տարով, այսինքն տարեկան 400 է գալիս, գումարած, այո, բյուջեն 900 միլիարդի կարգի մոտավորապես ավելացավ ռազմական բյուջեն եւ նաեւ այսպիսի մի բան, ուրեմն Եվրոպայում գտնվող դաշնակիցների, այսինքն երկրներում գտնվող եվրոպական դաշնակիցների երկրներում, ուրեմն չպետք է կրճատվի ամերիկյան կոնտինգենտը 76 թե 78 հազարից պակաս, ընդ որում դա կարա լինի պակաս, ընդամենը 45 օր, ինչի 45 օր, որովհետև այնտեղ տեղի է ունենում ուրեմն փոխարինում է տեղի ունենում, այսինքն հենց այդ նկատառումով։ Իսկ Թրամփը դուք գիտեք վերջին շրջանում, տեսեք, նա հատկապես ազգային հայեցակարգում անվտանգության այնտեղ Եվրոպային իր հույսով էր թողնում մոտարապես այս տիպի եւ վերջին շրջանում շատ են գնում խոսակցություններ, որ պետք է հանվի կրճատվի ամերիկյան զորամիավորները։ Կոնգրեսը արգելք դրեց դրա վրա, կոնգրեսը ընդունեց, դա ըստ էության պաշտպանական բյուջեն է, բայց կոչվում է ազգային պաշտպանության օրենք, եթե
եթե չեմ սխալվում, եթե թարգմանում ենք հայերեն մոտարապես այդպես է ստացվում։ Մի խոսքով ազգային պաշտպանության օրը քննվեց, հաջորդ շաբաթ քվեարկվելու է Սենատում եւ Թրամփը պետքա ստորագրի։ Ընդ որում Ջոնսոնը, գիտեք, որը Թրամփի զինակիցն է, կանգնեց ասեց այսա ապացուցում է, որ Թրամփը եւ այլն, այսպես է, բայց Թրամփը դրա հետ կապ չունի, Թրամփը ընդհանրապես հակառակ բաներ են ասում։ Եվ կարծես թե, տեսեք, եթե Մարջորի Թեյլոր Գրինը դուրս եկավ Թրամփի դեմ եւ այնտեղ Նենսի Մեյս, եթե չեմ սխալվում, նաեւ մեկը, որ ակտիվորեն քննադատում է եւ կամած դեմ հանրապետականների մեջ ավելանում է, ուրեմն հատկապես գիտեք Ուկրաինայի բազմակիվ կողմնակիցներ կան, որոնք Ռուսաստանին չեն սիրում եւ դրանք ավելի ակտիվ են հանրապետականների մեջ, իդեպ ձեզ ասեմ, դեմոկրատների մեջ էլ կան, բայց իրանք այդքան ծայրահեղ չեն արտահայտվում։ Հանրապետականները դեպի միշտ ավելի ծայրահեղ են Ռուսաստանի հանդեպ արտահայտվել այս իմաստով, հա։ Եվ ինչի սա նկարագրեցի։ Եվ այս իրավիճակում Թրամփը նույն պատերազմները, որ հայտարարում էր խաղաղությունը հաստատել, իր գործերը հեչ լավ չեն այս իմաստով, հա։ Եվ իրան շտապ պետք է ուրեմն այդ ինչ որ մի բան անցկացնի, որ ցույց տա, որ խաղաղության համաձայնությունը կնքի Ամերիկայի համար փայլուն պայմաններով, բայց Զելենսկին մի բարձ բան ասեց, որ ինչ երաշխիք որ տաս պետքա կոնգրեսով հաստատվի, որովհետև խոսքով մենք էլ չենք շարժվելու առաջ, հա, եւ նաեւ ասեց տարածքների հանձնումը, որ դու պահանջում ես, ոչ միջազգային նորմերին, միջազգային իրավունքին է համապատասխան։ Այո։ Այսօր, հարգելի հեռուստադիտողներ, այսքանը մեր եթերում, վաղը Արմեն Չիբուխչյանը կներկայացնի իր YouTube-յան լայվը, իսկ մենք ուղիղ հանդիպում կունենանք դարձյալ վաղը ARTN-ի ուղիղ եթերում։ Հիմա ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։